Բարի երեկո։ Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ողջույն Արցախ հեռուստանախագիծն է։ Հարգելի հեռուստադիտողներ, ակտիվ մասնակցեք մեր եթերին, զանգահարելով եւ ներկայացնելով ձեզ զուգ հարցերն ու թեմաները, եւ նույնք անպայման կբարձրաձայնենք դրանք։ Մինչեւ ժամը 19 զանգահարելով 94 35 22 հեռախոսահամարով դուք կարող եք դիմել մեր այսօրվա մասնագետին։ Մարտունի քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան պետական մանկապարտեզի հոգեբան Ռուզաննա Բաղրյանին, ում հետ Լուսինե Խաչատրյանը զրուցել է մանկական վախերի մասին։ Բոլոր երեխաները տարբեր են, իսկ դպրոցներն ու հանրակրթական համակարգը պետք է հարմարվեն բոլոր սովորողների մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական զարգացման կարիքներին եւ անհատական պահանջմունքներին։ Երեխաները սովորում են տարբեր արագությամբ, եւ մանկավարժներին, դայակներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար։ Պարզապես երեխաներին անհրաժեշտ է հասկանալ եւ սիրել։ Մեր եթերը շարունակում է կրթարանը։ Ես կմիանամ ձեզ տեսանյութից հետո։ Ուժն է ծնում իրավունքը։ Գարեգին Նժդեհ։ Արծվիկ ռազմամարզական խաղերը արցախցի դպրոցականների համար ավանդական են։ Այդ խաղերով են դաստիարակվել դեռ մեր հայրերը։ Խորհրդային տարիներին Ստեփանակերտի մարզադաշտում իրենց ուժն ու ռազմական կարողություններն էին ստուգում ավագ դասարանների աշակերտները, որպեսզի այնուհետև մրցեն խորհրդային միության լավագույն ջոկերի հետ։ Սակայն մեր հայրերը, ավագ եղբայրները, լավագույն արծվիկները, իրենց ռազմամարզական գիտելիքները կիրառեցին ռազմի դաշտում, եւ նրանց մրցանակը դարձավ Արցախի անկախությունը։ Ժամանակին ես էլ եմ մասնակցել արծվիկ խաղերին։ Սովետական ժամանակաշրջանում մի քիչ ուրիշ ձև էր անցկացվում։ Հնարավորություններն էր շատ, եւ ամենակարևորը ոչ թե դասերի ընթացքում էինք պարապում խաղերին, այլ արձակուրդների ժամանակ, որ կարողանայինք առանց խոչընդոտի, առանց դասերը պարավալ տալու, մենք կարողանայինք պարապեինք, սովորեինք։ Դե ամիս ու կես մենք պարապեցինք, նոր գնացինք մեր ժամանակ։ Այն էլ արձակուրդներին, հաջողությունները շատ լավ էր, հանրապետականը շահեցինք, գնացինք Սեսայոզնի մրցումների։ Մրցումները արդեն իմ օրոք 2008 թվականից անցկացում, բայց դա գալիս է դեռ հնուց խորհրդային տարիներից անցկացվող մրցումները ու համատելու համար, եթե ասենք, մեր նախարարությունում առանց սպորտի վարչության մեկ տարվա մեջ անցկացում 17 մրցումներ, բայց կարելի ասել, որ ամենամեծ մասսայականությունը վայելում է արծվիկ ռազմամարզական խաղերը։ Պատերազմից հետո մեր տղաները եւ ինչու՞ չէ, նաեւ աղջիկները ավելի մեծ սեր են ցուցաբերել դեպի ռազմական գործը եւ մեծ ակտիվությամբ է ցուցաբերել եւ կարելի ասել, որ արդեն տարեստարի ամեն մեր շրջանների թիմերը ցուցաբերում են ավելի լավ արդյունքներ։ Այսօր ռազմամարզական խաղերը ավելի մեծ մասսայականություն են վայելում, որովհետև Արցախյան պատերազմը թեև ժամանակավորապես մոռացության տվեց արծվիկին, սակայն նոր գաղափարական շունչ տվեց այս մրցապայքարին։ Այսօրվա սերունդը առավել գիտակցում է ռազմական գիտելիքների եւ կարողությունների անհրաժեշտությունը։ Անցյալ տարի ապրիլյան դեպքերը դարձյալ խոչընդոտեցին մրցապայքարին։ Եվ արդյունքում առավել մեծ է երեխաների ուրախությունը այսօրվա խաղերում։ Արդեն երկրորդ տարին է մենք մասնակցում ենք արծվիկ հայրենասիրական մրցումներին։ Շատ շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, որ այս տարի մեզ թույլ տվեցին մասնակցելու, քանի որ անցած տարի ապրիլյան պատերազմի դեպքերի հետ կապված չէինք մասնակցել, սակայն մենք մարմնավորում ենք մեր հերոսացած զինվորներին։ Յուրաքանչյուր հայ տղա իր կյանքի առաջին օրվանից դաստիարակվում է որպես ապագա զինվոր։ Եվ մեր համար նրանց վստահ նպատակասլաց հայացքը արդեն սովորական է դարձել։ Սակայն երբ անձնուրացություն ես տեսնում աղջկա պայքարում, ակամայից հիացմունքով եւ առավել մեծ հպարտությամբ ես լցվում։ Եվ գիտակցում, որ իսկապես արժանի սերունդ է մեծանում։ Կապ չունի տղա է թե աղջիկ, եթե պետք լինի, անհրաժեշտ լինի, նույնիսկ աղջիկները կարող են զենք վերցնել եւ պայքարել թշնամու դեմ։ Այստեղ ֆիզիկական ուժն է, սակայն մենք աղջիկներս չենք զիջում ֆիզիկական ուժով տղաներին։ Ես եւս զբաղվում եմ թեթև ատլետիկայով արդեն 2 տարի է։ Մասնակցել եմ շատ մրցումների, շատ տեղեր եմ գրավել եւ սա եւս մեկ փորձություն է մեզ համար, որը պետք է անցնենք։ Առաջին անգամ եմ մասնակցում այս մրցումներին, շնորհակալություն եմ հայտնում ռազմամարզական այս խաղ կազմակերպողներին եւ գոհ եմ արդյունքներից եւ ունեցել ենք արժանի մրցակիցներ։ Մի տարի եմ զբաղվում եմ թեթև ատլետիկայով, Հայաստանի Հանրապետության պատանիների չեմպիոնուհի եմ, Իրանի եռակի չեմպիոնուհի, Սերբիայի կրոսավազքի մասնակից եւ պատրաստվում եմ մայիսի 1-ին մասնակցել Իտալիայում տեղի ունեցող կրոսավազքին։ 2 տարի առաջ մրցակցությունը եւս ուժեղ էր, սակայն այս տարի կամաց մրցակցությունը ավելի է ուժեղանում։ Բոլորս հաղթողներ ենք, սակայն պետք է հաղթի ուժեղագույնը։ Ամսի 12-ին մեկնարկեց արծվիկ ռազմամարզական խաղերը 8-րդ բրիգադի բազայի վրա եւ այնտեղ առաջին օրը անցկացրինք
շարային պատրաստության, ավտոմատիկ ոչ լրիվ քանդում հավաքումը, հայաստատուպի լիցքավորում և ձգումները մարզաձևերից։ Երկրորդ օրը ասպարեզ հրաձգարանում մենք անցկացրինք ստուգողական հրաձգություն։ Հրաձգության ավարտից հետո վերադարձանք Ստեփանակերտ քաղաք և ճաշ հետո երկրորդ դպրոցի բազայի վրա իրականացրինք քաղաքապաշտպանության միջոցառումները, որտեղ ընդգրկում են անհատական պաշտպանական միջոցների ճիշտ օգտագործումը և առաջին բուժօգնության կանոնները։ Եվ երրորդ օրը այսօր կենտրոնական մարզադաշտում անց ենք կացնում ֆիզպատրաստությունից 100 մետր բոլորի համար վազք, 500 մետր վազք աղջիկների համար և 1000 մետր տղաների համար։ Այսօրվա դրությամբ կարելի է մի փոքր ամփոփել և ասել, որ շարային պատրաստությունից առաջին տեղը գրավում են Ստեփանակերտի ջոկը, ավտոմատիկ ոչ լրիվ քանդում հավաքումից առաջին տեղ է գրավել Այսկերանի ջոկը, հրաձգությունից 3 առաջին տեղ գրավել է Հադրութի ջոկը և այսօր էլ կտեսնենք ինչ արդյունքներ է տալիս ֆիզպատրաստությունը։ Վերջի 4 տարվա մեջ քաղաքի համար 11 ավագ դպրոցը միշտ առաջի տեղ է գրավում, բայց դա չի նշանակում, որ միանշանակ ուժ եղա, քանի որ մենք ունենք Շուշիի, Մարտունու, Ասկերանի շրջանների թիմեր, Հադրութը, որոնք միշտ պայքարում են մրցանակային տեղերի համար։ Եվ նույնիսկ կարելի ասել, որ 3 տարի առաջ, մի քանի տարի հետևից Մարտունու թիմներ հաջողության հասնեմ, բայց մրցումները, որ մեծ մասսայականություն վայելում եւ բոլոր շրջանները մասնակցում են, ակտիվ են, դա փաստ է։ Այս պահի դրությամբ համարյա նույն ավանդույթները շարունակում է, ընդգծված առաջատար համար 11 ավագ դպրոցն է Ստեփանակերտ քաղաքից, դրանից ետ եմ մնում ու մեծ պայքար է գնալու մրցանակային երկրորդ, երրորդ տեղերի համար Հադրութի, Շուշիի եւ Ասկերանի շրջանների թիմերը։ Ցավոք, այս տարի Մարտունու շրջանը իր հնարավորություններից կարելի ասել ցածր է հանդես գալիս։ Այս տարի ավելի շատ հաջող են հանդես գալիս Շուշին, Հադրութը եւ Ասկերանի թիմերը։ Եվ դրանց միջև մեծ պայքար է գնալու այս վերջի մարզական մրցումներից հետո նոր կորոշի երկրորդ, երրորդ տեղերի հարցը։ Մենք նպատակ ենք հետապնդում, որպեսզի այս ձևի խաղերի միջոցով մենք խթանենք ուսումնական ծրագրի յուրացումը, աշակերտների մոտ ձևավորենք ռազմական գործը եւ տանք այն ամեն ինչ իրենք սովորում են տեսական եւ կարելի ասել ՆԶՊ-ի առարկան այնպիսի առարկաների դասին է պատկանում, որ հնարավորություն է տալիս տեսականը գործնականում կիրառել ու ոչ թե միայն գործնական, այլ մրցապայքարի ձևով, ինչը այսօր մենք տեսնում ենք այս մարզահրապարակում։ Բավականին ջանք է պահանջվում, որպեսզի կարողանան պարապեն երեխեքը իրենց ոնց ասում, հոգու ամրությունը ցույց տան, իրենց ճարպիկությունը ցույց տան, գիտելիքները, այս սպորտաձևի մեջ ամեն ինչ ընդգրկում է։ Եվ սպորտայինը, եւ ռազմականը, եւ կոլեկտիվ խաղերի ունակությունը, որ համ կոլեկտիվ է, համ էլ անհատական խաղեր են։ Ես ուղղակի ցանկանում եմ մեր երեխեքին հաջողություն, ամենակարևորը, որ իրենք սիրեն իրենց հայրենիքը, հայրենիք սիրելով կարողանան հասնել բոլոր բարձունքներին ի օգուտ եւ իրենց եւ հայրենիքին եւ ընտանիքին եւ մեր հայ ժողովրդին։ Մեր աշակերտների մոտ հայրենասիրական դաստիարակության ոգին է շատ բարձրանում եւ բարձրանում մրցակցության ոգին։ Այս մրցումներում զգացում ամեն մի աշակերտ ինչպես է պայքարում։ Մրցակցության ոգին այս մրցումները շատ անգամ բարձր է։ Այս տարվա երեխաները կասեն, որ լրիվ ջոկերն էլ պատրաստ են, որովհետեւ մրցապայքարի ընթացքում է ձևավորվել այս ջոկերը։ Առաջին հերթին մասնակցել են եւ դպրոցներում եւ կարողացել են այնտեղ ընդգրկեն բոլոր աշակերտական կազմը եւ ընտրեն լավագույններին, որպեսզի ներկայացնեն շրջանային եւ քաղաքային փուլերին։ Արծվիկ ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը կայացավ ապրիլի 12-ից 14-ը, որի արդյունքում ուժեղագույնները վայելեցին հաղթանակի բերկրանքը։ Առաջի տեղն է գրավել Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Հադրութի, իսկ երրորդ տեղը Ասկերանի թիմը։ Մրցանակային տեղեր գրաված ջոկերը պարգևատրվեցին Կրթության, գիտության եւ սպորտի եւ պաշտպանության նախարարության կողմից, ինչպես նաեւ Ազատամարտիկների միության եւ կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից։ Եղան նաեւ անհատական մրցանակներ։ Պարոն Համբարձումյան, աշակերտ Ավագյան ներկայացել է պարգևատրման։ Շնորհավորում եմ։ Պատվոգրով 10,000 դրամ գումարում։ Շնորհավորում եմ։
Իհարկե նման մրցապայքարում մասնակցությունն արդեն ինքնին հաղթանակ է։ Հաղթանակ է կամքի, մտքի եւ ուժի։ Բոլոր երեխաները, այդ թվում նաև հաշմանդամություն եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները կրթություն ստանալու իրավունք ունեն։ Այդ իրավունքն է ընկած ներառական կրթության հիմքում։ Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը եւ հասարակությունը։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային եւ համայնքային կյանքին եւ նվազեցնում է կրթությունից նրանց դուրս մնալը։ Այստեղ շատ կարեւոր է մանկավարժների մարդկային եւ մասնագիտական որակները, կատարելագործվելու ձգտումն ու պատրաստակամությունը։ Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մերսիդա Քարտոմյանը, ուսուցիչներ Լուսինե Սայյանը եւ Ռուզանա Ավետիսյանը դիտարկության շաբաթ են անցել Բեյրութի Սուրբ Խաչ Հարփոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքում։ Այս պահին Մերսիդա Քարտոմյանը եւ Ռուզանա Ավետիսյանը մեր տաղավարում են։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մենք նույնպես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ հրավիրել եք մեզ տաղավար այսքան կարևոր նյութի քննարկման համար։ Ընդհանրապես մի շաբաթ է անցել, որ վերադարձել եք Բեյրութից, կուզեի կիսվեք ձեր տպավորություններով։ Այո, շատ շնորհակալություն, ուրեմն ինչ կարող ես դու անել Արցախի համար այս խորագրով Սփյուռքի նախարարության կազմակերպած այդ ընդհանուր միջոցառման Հարփոյան վարժարանը որոշեց արձագանքել եւ հրավիրել իրենց դպրոց Արցախի որևէ մի դպրոց, որտեղ իրականացվում է ներառական կրթություն եւ այստեղ Սփյուռքի նախարարությունից, որոնք ասենք մի 3 տարի արդեն գիտեին մեզ Նայիրի Մկրտչյանը, որը ծանոթ էր մեր դպրոցում իրականացվող միջոցառումներին, նաեւ ասենք ընդհանուր դպրոցական դասընթացներ ինչպես է իրականացվում։ Նայիրին զանգեց եւ ասաց, որ կա այսպիսի հրավերք, ցանկանայինք, որ ձեր դպրոցի ներառական կուրսության մեջ ընդգրկված ուսուցիչները լինեին Լիբանանում եւ այնտեղ փորձի փոխանակում կազմակերպեր, որը մենք ուրախությամբ ընդունեցինք եւ կազմակերպեց այդ հանդիպումը դեպի Լիբանան, Բեյրութ, այդ գեղեցիկ վարժարանը, այդ հրաշք մարդիկ, այդ հայերը, որտեղ մենք ոչ միայն դպրոցի կրթարանում տեսանք նրանց, ասենք, կրթության ընդհանուր հիմքը, այլ նաեւ հայապաշտպանությունը, որը դժվար թե, ասենք, մի ուրիշ այլ համայնքում այդպիսին ուժեղ լիներ, գուցե կա, բայց այդտեղ շատ ամուր էր դրված հայապաշտպանությունը։ Կուզենայի հենց սկզբից, երբ Տիկին Հրանուշի հետ հանդիպեցինք, մենք սկզբնական շրջանում միջ Բեյրութ թռիչքը բավականին շատ ընդհանուր խոսացինք երկու մեր Արցախի եւ ասենք Բեյրութի հայ համայնքի մասին, ինքը որոշակի չափով արդեն մեզ ներկայացրեց, ինչպիսի համայնք է, որտեղ ենք մենք լինելու եւ արդեն ինքնաթիռը ճիշտնելուց անմիջապես մեզ դիմավորեց վարժարանի այդ ներառական կրթության դասընթացը համակարգավորող պարոն Սևակ Հակոբյանը եւ ուսուցիչներից մեկը Մարինեն ու մեզ տեղափոխեցին բնակարան, դա ես անձամբ կցանկանայի այդ ընտանիքի մասին առանձին ասեի, որ երբ մենք գնացինք, նա աշակերտական խորհրդի ծնող կոմիտեի ներկայացուցիչ էր այդ ընտանիքի մայրը, Տիկին Լիզան, եւ երբ մտանք այդ տունը, մեզ թվաց, թե մենք մի հայկական մեծ կրթարանում ենք, որտեղ իրենց ճաշասենյակի մի ամբողջ պատը հայերենի այբուբենն էր նկարված եւ բոլոր տեղերում, որտեղ նայում ենք, ամեն ինչ հայկական էր։ Ուղղակի շատ էր զարմանալի եւ շատ հետաքրքրական էր մեր համար։ Երևի մեր համար է զարմանալի, որովհետեւ սովորական է։ Իսկ նրանք կտրված լինելով հայրենիքից, ակամայցերի պայմաններ են ստեղծում, որպեսզի իրենց հայրենիքում զգան։ Եվ հենց այդպես էլ, երբ ես այդ հարց տվեցի իրենց այսքան շատ հայկական, իրենք ասացին, որ մենք հող չունենք հայկական մեր ոտքերի տակ, դրանից է մեր կարոտն է, որ մենք ձգտում ենք այսպես ուժեղ պահել այն, ինչ հայկական է։
Իհարկե կուզենայի անդրադառնանք համայնքային կյանքին, բայց մինչ այդ խոսենք ներառական կրթության մասին։ Տիկին Ավետիսյան, ինչպիսի տարբերություններ կային իրենց մոտեցման մեջ, դուք նաև ձեր դպրոցում իրականացնում եք կոնկրետ մեր դպրոցում եւ երևի ամբողջ Արցախի հանրապետությունում ներառական կրթության հիմքերը դրվեցին 2011 թվականին։ Իսկ Լիբանանում կոնկրետ այդ Սուրբ Խաչ Հարպոյան վարժարանում դրվել է 14 թվականին։ Հիմնականում Սևակ Հակոբյանն է, ով հանդիսանում է այդ ներառական կրթության համակարգողը, ինքը մասնագիտությամբ հոգեբան է եւ այսպիսի նախ որ առաջին օրը մենք գնացինք վարժարան եւ ծանոթացանք ուսուցչական կազմի հետ, մի այսպիսի հետաքրքիր համեմատություն կատարվեց կրթությունն ու բժշկությունը, որ ասենք տարբեր հիվանդությունների դեմ բժիշկը չի նշանակում նույն դեղը Եվ նույն դեղը չի կարող բուժել տարբեր հիվանդություններ եւ նույնն էլ կրթության մեջ է ուսուցչուհի մատուցում է նյութը բայց դասարանում կան տարբեր մտավոր կարողությունների տեր աշակերտներ ովքեր տարբեր կերպ են ընկալում նյութը իսկ ասենք ավելի տարբեր կարողությունների տեր աշակերտներին առանձնացնել այնքան էլ ճիշտ չէ եւ ինչպես դուք նշեցիք շահում է եւ ընտանիքը եւ հասարակությունը եւ ի վերջո պետությունը եւ այսպես կային այո նմանություններ եւ տարբերություններ ամբողջ այդ վարժարանի 4-րդ հարկը լրիվությամբ տրամադրված էր ներառական կրթությանը աշխատում էին 7 տարբեր ուսուցիչներ Հիմնականում, ասենք, լոգոպեդ, որ մենք այդպես ենք անվանում, իրենց մոտ կոչվում է ուղղախոսության ուսուցչուհի եւ աշխատում է, ասենք, խոսքի շտկման եւ այլն, եւ կա հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներով աշխատող հոգեբաններ, որոնք ունենելի առանձին դասասենյակներ եւ զբաղվում են մանր ու խոշոր մոտորիկայի զարգացման, հետո հիշողության կենտրոնացման եւ հիշողության վերականգնման ուշադրության կենտրոնացման այս խնդիրներով են զբաղվում ու հետո այնտեղ հիմնականում այսպես ընդգծված էր այդ օգնող ուսուցիչները որոնք տարբեր առարկաներ էին դասավանդում այնտեղ հետաքրքիր է որ այդ վարժարանում բոլոր առարկաները ուսուցանվում է անգլերեն լեզվով միայն հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաներն են որոնք որ ուսուցանվում է հայերեն լեզվով իսկ այն իմ հարցին թե արդյոք Հայաստանի աշխարհագրություն առարկան իրենք ասեցին որ դա հայոց պատմություն առարկայի այսպես շրջանակներում է եւ դպրոցը ավարտելով աշակերտը արդեն տիրապետում է հայերեն արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների բավականին ապշեցուցիչ, բավականին շատ կան։ Ու հետո տարբերությունը, որ ասենք մեր Արցախի Հայաստանի ներառական կրթությունից որ տարբերվում է, որ շատ ծանր մտավոր կարողությունների եւ միջին մտավոր կարողությունների տեր աշակերտները լրիվությամբ առանձին դասասենյակում են պարապում։ Իսկ համեմատաբար ավելի, ասենք, ավելի գիտելիքներ ունեցող երեխաները դրանք ընդգրկվում են ընդհանուր դասապրոցեսի մեջ։ Կան աշակերտներ, որտեղ ասենք առաջնահերթությունը տալիս են ակադեմիական գիտելիքներին, ասենք ովքեր դասարանից մի քիչ հետ են մնում, առանձին պարապում են, իսկ մտավոր ավելի ծանր կարողությունների տեր աշակերտներին, ասենք առանձին են պարապում։ Զրույցում դուք ասացիք, որ նաև հիպերակտիվ երեխաներին են ներառում հատուկ ծրագրով դասավանդում իրենց։ Որ մեր մոտ չկա դա իհարկե, այսինքն այն աշակերտները, որոնք ավելի շարժունակ են եւ կարող են իրենց ավելի ակտիվությամբ, հարցադրումներով, հարցին պատասխաններով խանգարել մնացած աշակերտներին, ավելի արագ արձագանքում ուսուցչի պատասխաններին, այդ աշակերտներին եւս առանձնացնում են ինչը մեր մոտ չկա։ Եվ այնտեղ Բեյրութում, ուրեմն ամսի 6-ին, ապրիլի 6-ին կազմակերպված էր ընդհանուր համաժողով հենց այդ թեմայով հիպերակտիվ երեխաները, որտեղ հրավիրված էր արտասահմանյան տարբեր երկրների հոգեբաններ եւ հոգեբույժներ ու ընդհանուր թեման ճիշտ է անգլերենով էր մենք մեզ նույնպես հրավիրել էին այնտեղ տիկին Ռիտա Բոյաջյանը որ հանդիսանում է դպրոցի տնօրեն իր ջանքերի շնորհիվ մենք նույնպես հրավերը ստացել էինք մասնակցելու թարգմանում էին մեր համար բավականին մեծ ավելի մեծ ուշադրություն դարձվում էր հենց այդ հիպերակտիվ երեխաների վրա
քանի որ այսօրվա ինֆորմացիան այնքան շատ է, որ երեխաների մեջ այդ հիպերակտիվ երեխաների քանակներ ինքնստիկյան։ Մեր դպրոցում էլ կա հիպերակտիվ երեխաներ, որոնք իրոք դասապրոցեսի ժամանակ զգում ես, որ ավելի շատ խանգարում են։ Իրենք եթե հարցը չեն տալիս, իրենք ավելի արագ պատասխանում են, դեռևս չսպասելով մինչև հարցի վերջը կամ չեն կարողանում 45 րոպեն, ասենք, նստած վիճակում մնալ, բայց այնտեղ հատուկ հոգեբանները աշխատում են այդ երեխաների հետ։ Եվ միաժամանակ, որ այնտեղ հենց դպրոցը ուներ նաև մանկապարտեզ, որտեղ բացի սովորական երեխաների համար առանձին մանկապարտեզ առաջին հարկում 4 խումբ ուներ մանկապարտեզը՝ ծիլ, բողբոջ, կոկոն, ծաղիկ, այսպիսի անվանումներով գեղեցիկ, միաժամանակ նաև էլի նեառականի մեջ ընդգրկված երեխաներ, որոնք նույնպես աշխատում էին, նրանց հետ աշխատում էին 4-րդ հարկում։ Պարզապես այստեղ գիտեք, թեմատիկան, եթե մենք ընդհանուր հետևում ենք եւ նրանց գնահատման process-ը, եւ տեսական մասը, լրիվությամբ շատ նման էր մեր մոտ, ասենք, մեր նախարարությունում նեառական կրթության ենթակա ուսուցիչները, որոնք, ասենք, անդադ ներկայանում էին մեր դպրոցի եւ աշխատանքներ էին կատարում գնահատման ժամանակ։ Նույնը անգամ կային այնպիսի պայր, երբ նույն նկարներն էր օգտագործում եւ նրանց։ Այստեղ ինչն է, որ այնտեղ շատ է դիդակտիկ նյութերը։ Այնտեղ ծրագրերից բացի կային գրքերը, դասագրքերը, նրանց հատուկ աշխատելու տետրերը, նրանց նկարչության տետրերը, որոնք հատուկ պատրաստված էր նեառական կրթության երեխայի համար, որը ցավոք դեռևս մեր մոտ չկա։ Եվ ամենագլխավորը, որ ասենք ծանր մտավոր թեր զարգացածը եւ ոչ միայն ծանր մտավոր, այլ նաեւ այն երեխան, որ ուսումնական մասով նեառման ենթակա երեխայի, որ չի հասցնում ուսումնական մասը, որոշ առարկաների նրանք դասապրոցեսից դուրս են, առանձին ուսուցչուհին մեր մոտ էլ, օրինակ Մարտակերտի մեր դպրոցում մեր 3 ուսուցչուհիները, որոնք զբաղվում են այդ աշխատանքով, նրանք էլ են, մենք էլ ենք ձգտում ենք առանձին դասապրոցեսի արանքում, բայց դրանց մոտ հատուկ դասաժամ, որում միայն այդ երեխան ոչ թե դասի կեսից կամ դասի ընթացքում, եթե երեխան չի ուզում կամ ուսուցչուհին գալիս ասում է գնանք դասարան, այլ ոչ, նրանց մոտ արդեն հատուկ դասարան, միայն ուսուցչուհին մեկ աշակերտի հետ նստած պարապում։ Ստացվում է, որ իսկ մեր մոտ, օրինակ, մենք մի դասարան է միայն եւ այն էլ բուժկետն է, որ միաժամանակ կիսել ենք դարձրել դասարան եւ բուժկետ, որտեղ 3 ուսուցչուհիները միասին աշխատում են այդ երեխաների հետ, որը մեծ դժվարություն է առաջացնում։ Իհարկե այդ աշակերտները նախ 3 աշակերտ ենք ընդամենը կարողանում այդ ժամին ընդունել, որտեղ ուրիշ տեղ չկա, եւ օգնող ուսուցիչ։ Այ օգնող ուսուցիչի մասին մեր նախարարությունում էլ արդեն այդ որոշումը կա։ Ես վերջերս որ ասենք մեր կրթության նախարարության որ հատուկ որոշման մեջ կար, որ պետք է նաեւ լինի օգնող ուսուցիչ դասապրոցեսում, նրանց արդեն գործում է եւ օգնող ուսուցիչը նույն դասապրոցեսում ուսուցչուհի հետ միասին այդ 3 աշակերտները, որոնք ասենք նեառական կրթության մեջ ընդգրկված են, նրանց հետ նրանց կողքը նստած օգնում է, որպեսզի այդ աշակերտները չմնան պարապորթի։ Օրինակ, պատկերացրեք, ասենք 2-րդ դասարան, թեկուզ հենց մեր ինչու 5-րդ դասարանի մեր 5-րդ B դասարանում ունենք 3 նեառական կրթության մեջ ընդգրկված աշակերտ եւ միաժամանակ նաեւ վերջերս հարգումերից մի աշակերտ է տեղափոխվել, որ նույնպես նեառականի մեջ է, որոնք տառերը դեռևս լրությամբ չգիտեն։ Ինչ պիտի անի ուսուցչուհին հայոց լեզվի կամ թեկուզ պատմության ուսուցչուհին այդ դասապրոցեսում այդ երեխաների հետ։ Բայց օգնող ուսուցիչը արդեն տվյալ դեպքում անհատական կարծես թե նրանց մոտ նստած արդեն նրանց հետ կարողանում է այդ աշխատանքները կատարել։ Որքան աշակերտ ունեք նեառական կրթության։ 17 աշակերտ մենք դպրոցում ունենք։ Մեր դպրոցում 17 աշակերտ են, նրանց մոտ 34 աշակերտ էր, 415 աշակերտ ունեն ընդհանուր դպրոցում, իսկ մենք ունենք 214 աշակերտ, համարյա, եթե նայում ենք 50% տարբերություն, աշակերտների քանակով կարելի է ասել համարյա հավասար էր, պարզապես այդ մենք որ պետք է այսօր նեառական, ճիշտ է, մեր դպրոցում շատ լուրջ ենք մենք վերաբերում նեառական կրթությանը, բայց որ պայմաններ պետք է ստեղծվի եւ միաժամանակ նաեւ այդ դիդակտիկ նյութերը եւ այդ գրքերը եւ այդ տետրերը եւ անգամ այդ խաղալիքները, որոնք զուտ նեառականի համար մեր աղջիկները իրենք են պատրաստում։ Իրենք են, ասենք, տարբեր տեսակի ինքնաշեն պարագաները, որոնք այսօր մենք ունենք, պահում ենք, բայց այնտեղ արդեն դրանք ավելի գունավոր, ավելի գեղեցիկ, որ ավելի հեշտ կարողանում են այդ թեստային աշխատանքները կատարել։
Երեխաներ կա այնտեղ, որին զարմացրել էր, որ ասենք կարողանում էր արդեն 9 նկար, ինչպեսի դասավորությամբ էլ ուշ չեն դնում էր, որից հետո նա կարողանում էր նորից արդեն նույն հաջորդականությամբ դասավորի ուշադրության կենտրոնացման վարժություններն ա, որոնք ասենք բավականին շատ նպաստում երեխայի զարգացմանը։ Պայմանները բնական է, անմիջապես չեք կարող դուք էլ համապատասխան պայմաններ ստեղծել։ Իսկ ձեր աշակերտի հանդեպ մոտեցման մեջ ինչ-որ բան կփոխվի այս մի քանի օրվանից հետո։ Իհարկե։ Արդեն սկսել ենք, պատկերացրեք, նաև ճիշտն ասած, եթե ասեմ ավելի շատ մեծ տարբերություն կար մեր եւ իրենց դասավանդման process-ի մեջ, ոչ։ Ուղղակի պայմաններն էր տարբերությունը։ Մեր ուսուցչուհիների այդ աշխատանքը, որ կատարում էին այդպիսի սուղ պայմաններում, որ կարողանում ենք մենք կատարել այդքան մեծ աշխատանք, դա նույնպես ես թվում եմ շատ գովալի էր եւ մեր ուսուցչուհիները իրոք արժանի են այդ գովեստին, ես որպես ոչ միայն որ ասենք իրենք իմ ուսուցչուհիներն են, չէ, օրինակ մենք արդեն աշակերտներ ունենք, որոնք նեարական կուրսության մեջ ընդգրկված արդեն 6-րդ դասարան ազատ իրենք թելադրություն կարողանում են գրել, նրանց կուլտուրա, նրանց պահվածքը բավականին իրենք տարբերվում են արդեն անգամ մյուս աշակերտներից, իրենք ձգտում են իրենց պահել ավելի կոկեկ, ձգտում են ավելի լուրջ դեմք ընդունել, դա նաև իրենց աշխատանքն է, որ ես միշտ էլ ասել եմ, որ այս երեխաները եթե նեարական կրթությունը չլիներ, ընդամենը լիներ տնային հատուկ տնային պարապմունքներ, ինչպես մինչև այդեր, դժվար թե իրենք կարողանային այսքան շատ հաջողությունների հասնել, որ դպրոցում են եւ փառք Աստծո մեր աշակերտներն էլ նրանք շատ ըմբռնումով են մոտենում դասարանի այդպիսի երեխաներն օրինակ դասարանում ունեմ երեխա, որոնք ասենք լեզվական հարատ ունի եւ հիպերակտիվ է դրա հետ միասին ու նյարդային է, եթե նա ասենք այդ նյարդային վիճակում անգամ իր դասընկերներից որևէ մեկին խփում է, պատասխանը չի լինում, միայն ուսուցչուն դիմում է, որ խնդրում եմ էլի իրան մի քիչ զսպեք, որ ասենք անդադ ուզում է ինձ խփի, ես չեմ կարողանում դիմանալ արդեն։ Իսկապես մեր երեխաները արդյունքում ավելի լավն են դառնում։ Այո, եւ մեր դպրոցում չես տեսնի, որ որևէ մի աշակերտ դրսում, ասենք դասամիջոցին այդ երեխաների նկատմամբ ինչ որ ասենք կամ թեկուզ արհամարական լինի, կամ թեկուզ ասենք նրանց չընդունի, ընդհակառակը սովորական, նրանք մեզ հետ նույն երեխաներն են։ Խտրականություն չկա այդ դեպքում։ Եվ դա շատ գովալի է, երեխաների մեջ մարդկայինն է այսօր։ Ընդամենը մի քանի օր մնացիք Բեյրութում, էլ ինչ հասցրիք տեսնեք։ Բավականին լավ էր, օրինակ այստեղ դպրոցի տնօրենը Տիկին Էրտաբոյաջյանը, որ բավականին շատ, ասենք, շատ ակտիվ, շատ կազմակերպչական, նրանք նախորդ մեզ ուղարկել էին ծրագիրը։ Մենք այդ 3 օրվա ընթացքում ինչ պիտի անենք։ Առաջին օրը հենց որ ասենք մենք մտանք արդեն Բեյրութ, քաղաքը ժամը 7-ին երեկոյան մենք հանդիպում էր դպրոցում դպրոցի տնօրենության ուսուցիչների, ինչպես նաև քանի որ կաթոլիկ եկեղեցուն կից դպրոցներ, եկեղեցու այդ իրենց ասած քահանապատվելիները, ինչպես իրենք էին անվանում դրանց, եւ ծանոթացանք, մենք այստեղից տարել ենք մեզ հետ նռենու ծառեր, որպես մարտակերտցիներ համարելով, որ նռենին ամբողջ Արցախի համար համարվում է որպես սիմվոլիկ մեր ծառը, մեր խորհրդանիշն է, այո, եւ մի գեղեցիկ փոքրիկ նվեր էինք տարել, էլի ձեռքի գործեր, նռենին էր, նռենու կողքի նռան մեջ ժամացույցը ու տակը մեր պապիկ տատիկը, որին գրված Արցախ նվիրեցինք տնօրինությանը եւ այնուհետեւ արդեն հաջորդ օրվանից սկսվեց մեր դասապրոցես։ Մինչեւ կեսօր դասապրոցեսներ, բայց կեսօրից հետո բավականին շատ հագեցած ծրագիր էր։ Մենք կարողանում ենք հասցնել եղանք բոլոր 3 հայկական թերթերի խմբագրություններում հանդիպեցին գլխավոր խմբագիրների հետ, Զարթոնքներ, Արարատներ, Ազդակ թերթերներ։ Եղել ենք 2 ռադիո ստուդիաներում դա Վանը եւ Սևանը, այնուհետև մենք եղանք Գոհար երգչախմբի գրադարանում, որին տնօրենը հենց Տիկին Գոհարի տղան էր, եւ գիտեք ինչն էր այդտեղ հետաքրքիր Գոհարի այդ գրադարանի մեջ նրանց այդ հին երկարանների
վերականգնումը, որ կատարում էր նկողային հարկում, ուղղակի ոսկերչական աշխատանք են կատարում։ Ինչպեսի մանրակրկտությամբ իրենք այդ հնացած երկարանների թերթիկները նորից վերականգնում էին։ Շատ այդտեղ էլ այդ հենց այդ գրադարանը բավականին մեծ տպավորություն էր թողնում, էլի ամբողջը հայկական էր, որտեղ նայում էր մեր այբուբեններ տարբեր տեսակներով, այնուհետև եղել ենք բանում այդ Անտալիասում, այդ Անտիլիասի ինչպես էր կոչում այդ որբերու եղերնի որբերուն նվիրված ինչպես իրենք են ասում պստիկներուն նվիրված այդ թանգարանը, որը տոտիկները երեխաների ամբողջ նկարված եւ այդ միջ թանգարանը մտնելը փոքրիկ ոտքերի հետքերն էր, այդպես էին կառուցել, շատ տպավորիչ էր եւ շատ հուզումնառական էր դա։ Ցավոք սրտի մեզ շատ քիչ ժամանակ է մնում, դրա համար կուզեի նաև խոսենք հետագա համագործակցության մասին։ Մենք բավականին լավ բարեկամություն ենք արդեն ստեղծել, իրենք նվիրեցին մեզ գալուց իրենց մայրի ծառը, որ ինչպես գիտեք նրանց դրոշի վրա նկարված է այդ մայրին, եւ ապրիլի 11-ին, որ մեր դպրոցում միշտ ապրիլի 11-ին ճիշտ մի օր հետ մենք նշում ենք Մարաղայի կոտորածի օրը, ես այդ օրը խնդրեցի 5-րդ պաշտպանականին, որ կցանկանայի, որ այդ օրը զինվորները լինեին մեր միջոցառմանը, եւ որոշեցի, որ թող այդ ծառը զինվորը տնկի մեր դպրոցի բակում, որպես նաև մեր հայրենիքի պաշտպանության, մեր հարատևման, ինչպես նաև մեր բարեկամության սկիզբը, եւ ապրիլյան այդ պայքարի մասնակից մեկ զինվոր ինքը կատարեց այդ գործողությունը, ինքը ձեռքերով հողը լցրեց, ես ասում եմ տղաս, բահակը ասես չէ, բարեկամության ծառոյ հողը պետք է ձեռքերով լցնել, ու իհարկե մենք արդեն դրանք բոլորը նկարահանել եւ ուղարկել ենք իրենց ամեն օր պարտադիրերը հետ հանդիպում ենք, իրենք սրտադրով սպասում են մեր այսօրվա հանդիպմանը, գիտեն, որ լինելու է ուղիղ եթեր եւ ուրախ ենք, որ այնտեղ ծանոթացանք այսպիսի գեղեցիկ համայնքի, այսպիսի մեծ հայապաշտպան համայնքի, ինչպես նաեւ մեր այդ դպրոցի տնօրինությունը Տիկին Ռիտան, որ արդեն այդքան բավական մեծ ջանքեր էր գործադրում այդ հայկականը պահելու համար ամեն տեղ նայում էինք, ամեն ինչի մեջ կար այդ շունչը։ Չենք զգում, որ ասենք մենք օտար երկրում ենք։ Եվ առաջիններից է, ով արձագանքեց դու ինչ կնես Արցախին ծրագրին, ինքը նախաձեռնեց, այո, այդ։ Եվ սեպտեմբերի 22-ին իրենք լինելու են մեր դպրոցում, արդեն որոշված է օրը, մենք արդեն սկսել ենք պատրաստվել, արդեն որոշակի էսքիզ ենք գծել, ինչպես պիտի նրանց իրենց դիմավորենք, ինչպես ծրագրեր պիտի կարողանանք ընդգրկենք, որպեսզի կարողանանք իրենց նույնպես ցույց տալ մեր Արցախի գեղեցկությունը։ Երբ իրենք այնտեղ հարցրին, կուզենայիք մնալ այստեղ, ես ասացի, բայց դուք անգամ օդ չունեք, ոչ միայն հայկական հող չունեք, այլ անգամ օդ չկա, այնքան խիտ է այնտեղ բնակչությունը։ Համարյա մեր Արցախի տարածքի չափ տարածք է, մի քիչ էլ փոքր, բայց 4 միլիոնից ավելի մարդ։ Եվ Բեյրութում ապրում էր 2 միլիոն 200 հազար, չհաշված, որ արդեն այդ Սիրիայի պատերազմից բավականին շատ ներհոսք է եղել Բեյրութ, շատ, ինչպես ասես, շարժվելու տեղ անգամ հող չտեսանք իրենց մոտ մեր այդ տարած նռենու ծառի համար պրոբլեմ էր դարձել որտեղ տնկել, որովհետև այդ բաց տարածքը իրենք չունեն, ես կատակով ասացի կգաք Ղարաբաղ եւ կտեսնեք, որ մենք ինչպեսի դրախտային պայմաններում ենք ապրում։ Երևի իրենք որ գան այդ նույն հարցին, եթե այդ նույն հարցը տանք չեք ուզի մնան, նրանք կցանկանան Արցախում։ Տիկին Ռիտան եղել է Ղարաբաղում, Արցախում, կարծեմ 2 տարի առաջ ինքը եղել է Սևակը նույնպես եղել է, Հակոբյանը եղել են Արցախում, գիտեն մեր դրախտայինը, պարզապես իրենք երևի մեզ ցանկանում են փորձել, տեսնեն մենք ինչ պետք է պատասխանենք։ Ձեզ շատ շնորհակալություն, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին, մեր հեռուստադիտողներին էլ հիշեցնենք, որ մեր եթերը շարունակելու է ստարտափը։ Մնացեք Արցախի հանրայինի հետ։ Ցտեսություն։